Մահ Խամենեին, մահ բռնապետին։ Իրանը չի նահանջի բողոքի ցույցերի առջև, Իրանը չի հանդուրժի օտարերկրացիներին ծառայելը։ Ես ասել եմ, որ եթե նրանք որևէ վատ բան անեն այդ մարդկանց նկատմամբ, մենք շատ ուժեղ կհարվածենք նրանց։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել այս նախագիծը թրիփը իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Իրանում վերջին շրջանում տեղի ունեցած բողոքի ցույցերը պայմանավորված էին սոցիալ-տնտեսական խնդիրներով, թե հրահրված էին արտաքին ուժերի կողմից իշխանությունը տապալելու նպատակով։ Այս իրավիճակում մենք երկու գործոնների հետ էլ գործ ունենք, այսինքն եւ արտաքին ազդեցությունը, գուցե սոցիալ-տնտեսական խնդիրները ձևավորված, ինչ որ առումով պայմանավորված էին էլի արտաքին միջամտությամբ։ Խոսքը վերաբերում է այստեղ միջազգային տնտեսական պատժամիջոցներին, որի անմիջական ազդեցությունը կա այս իրավիճակի վրա, սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, եւ արտարժույթի հետ կապված, եւ ժողովրդի գնողունակության հետ կապված, եւ թանկացումների տարբեր խնդիրների հետ։ Այսինքն մի իրավիճակ է ձևավորվել, որպեսզի հանրային տրամադրությունները, հասարակության վստահությունը իշխանության նկատմամբ իջեցվի նվազագույնի։ Այսինքն այդ պատժամիջոցների հետևանքներից կարելի է դիտարկել նաև այդ ազդեցությունը։ Բայց ինչ վերաբերում է շարժումը ի սկզբանե սկսեց որպես ֆինանսատնտեսական բողոքի ակցիա, բայց այնուհետև նրա մեջ ներարկվեցին արդեն տարբեր քաղաքական պահանջներ։ Իրանի իշխանությունները ցուցարարներին անվանում են ահաբեկիչներ, ոչ պաշտոնական տվյալներով կան հարյուրավոր սպանվածներ, հազարավոր վիրավորներ։ Որքան է իրավաչափ իրավապահների կողմից կոշտ ուժի կիրառումը։ Իրավաչափության տեսանկյունից մենք պետք է հաշվի առնենք իրանական հասարակության կամ այդ բողոքի, ճակերտավոր բողոքի արտահայտման չափերով եւ վտանգավորությամբ, թե ինչ վտանգ են դրանք ներկայացնում երկրի հասարակության համար։ Եթե խոսքը վերաբերում է արևելյան վայրագություններով ահաբեկչությանը բնորոշ վարքի, ապա նրանց նկատմամբ, կոնկրետ այդպիսի անձանց նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունները օրինաչափ են, բայց եթե խոսքը վերաբերի խաղաղ ցուցարարներին, ապա իհարկե դա օրինաչափ չէ։ Սկզբնական փուլում դրանք ունեցել են առավել խաղաղ բնույթ։ Խանութ-պանների կողմից խանութները փակել, փողոցում իրենց բողոքի ձայնը բարձրացնել, բայց այնուհետև հանրային անդորը խախտող զանգվածային անկարգություններ դրանք տեսնելով, իսկ այնուհետև ավելի ակտիվ փուլում հատկապես հունվարի 8-ից հետո նաև ագրեսիվ վարք, եթե խոսքը վերաբերում է բուժ հաստատություններ այրելուն, շտապ օգնության մեքենաներ կոտրելու, ոչնչացնելու, հրկիզելու, բնորոշ չեն սովորական ցուցարարների վարքին։ ԱՄՆ նախագահի հայտարարությունները լոկ սպառնալիքներ են, թե Իրանի դեմ ռազմական հարձակման իրական վտանգ կա։ Սա նույնպես արտաքին միջամտության, այսինքն այլ երկրի ներքին գործերի միջամտության, սա ակնհայտ դրսևորում կարելի է դիտարկել, եթե Իրանում ձևավորվի, պատկերացնենք, այսպես կոչված աշխարհիկ իշխանություն, ապա ինչ է տեղի ունենալու, ինչ է կատարվելու շուրջ 10 միլիոն բասիջիների հետ, հոգևոր աշխարհընկալումներով, գաղափարախոսությամբ դաստիարակություն ստացած պետությանը հավատարիմ ուժերից մեկը, կամ գուցե սխալված չեմ լինի 1 միլիոնից ավել հոգևորականների հետ։ Արդյոք նկատելի է այդ հանդուրժողականության մթնոլորտը կամ երաշխավորվելու է նրանց նկատմամբ այդ մթնոլորտը։ Այս երկրի համար անհրաժեշտ է այն համազգային ընկալումներով, համաժողովրդական առաջնորդին բնորոշ հատկանիշներով քաղաքական վարք ունեցող առաջնորդ գործողություն նրա կողմից իրականացվող, որը կկարողանա համախմբի ողջ իրանական հասարակությանը։ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր Միացյալ Նահանգների հետ բոլոր գործարքների համար կվճարի 25% մաքսատուրք, հայտարարել է նախագահ Թրամփը։ Կարող է Հայաստանի Հանրապետությունը խնդիրներ ունենալ, թե Միացյալ Նահանգներն աչք կփակի հայ-իրանական տնտեսական գործակցության վրա։ Եթե մեր քաղաքական իշխանությունները կարողանան համոզել, որպեսզի այդ աչք փակելու հնարավորությունը ստեղծվի, դա շատ լավ կլինի։ Կլինի մեր դիվանագիտական քաղաքական հաջողություններից մեկը իր բավական կարևոր տնտեսական նշանակությամբ, որովհետև Իրանի հետ մենք ունենք մեր առևտրատնտեսական շփումները, հարաբերությունները հիմնականում ունեն կենսական նշանակություն։
Դրանք վերաբերում են պարենի, սննդամթերքի, նավթաքիմիական արտադրանք տեսակների, գյուղմթերքների, էներգետիկ ոլորտն է դրա մեջ ներառված եւ այլն, որոնք չափազանց կարեւոր են մեր երկրի համար։ Բացի այդ 25% Турքից, մաքսատուրքից սահմանված մաքսատուրքից ներկայիս ներքաղաքական վիճակը նույնպես արդեն իր ազդեցությունը թողել է։ Չեմ բացառում, որ այսօր հեղուկ գազի 240-230 դրամ գինը ինչ որ չափ պայմանավորված է դրանով։ Խոսելով արտաքին ուժերի կողմից Իրանում անկայունություն ստեղծելու փորձերի մասին Հայաստանում Իրանի դեսպանն օրերս հայտարարել է, որ դրանց հաջողության հասնելու դեպքում Հայաստանը պարտվողների թվում է լինելու։ Ինչ ազդակներ է հաղորդում պաշտոնական Թեհրանը պաշտոնական Երևանին։ Ազդակը կարծում եմ հետևյալն է, որ Իրանի ցանկացած անկայուն վիճակ իր անվտանգային եւ քաղաքական հետևանքներով ունենալու է իր ազդեցությունը նաեւ մեզ վրա։ Մենք չգիտենք այդ անկայուն վիճակը ինչի կարող է հանգեցնել։ Գուցե 18-րդ դարի վերջի Իրանի վիճակի, որ այդ երկրում ձևավորվել էր 3-4 իշխանություն։ Գուցե սիրիական իրավիճակ ստեղծվի, գուցե Իրաքի իրավիճակ ստեղծվի։ Այդ դեպքում ինչ քաղաքական ուժեր են իշխանության լինելու եւ կանխատեսելի չի ինչ հարաբերություններ նրանք պատրաստ կլինեն կառուցելու մեզ հետ։ Եվ այս իմաստով վտանգները բավական մեծ են։ Եվ պատմության փորձը նույնպես ցույց է տվել, որ տարածաշրջանում ցանկացած անկայուն վիճակ, այդ թվում նաև Իրանի հետ կապված անկայուն վիճակը գրեթե միշտ իր բացասական ազդեցությունն է ունեցել մեզ վրա։ Ինչպես կզարգանան իրադարձություններն Իրանում հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալ-տնտեսական խնդիրները մնում են չլուծված, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է օգտագործել առիթը Իրանում իշխանությունը տապալելու համար։ Ամեն ինչ կախված է արտաքին միջամտությունից։ Այս պահին սա է նկատելի, որովհետև պետական համակարգը դեռևս ներկա իրավիճակում կարողանում է իր դիմադրողականությունը դրսևորել եւ իր ինքնապաշտպանությունը, այսպես կոչված, ապահովել։ Սակայն արտաքին միջամտության չափը, ձևը կարող են իրավիճակը փոխել։ Ինչպիսին կլինի դա, ռազմական կլինի դա, թե տնտեսական պատժամիջոցների շարունակման միջոցով կլինեն տարբեր նաև այլ անվտանգային սցենարներ են դիտարկվում, այդ թվում նաև Իրաքի տարածքից քրդական զինյալ խմբավորումների ներթափանցման կազմակերպում, որը կարող է ընդհուպ նաև հանգեցնել Իրանի սահմանամերձ որոշ շրջանների, որոշ նահանգների ընդհուպ նաև օկուպացման։ Այս բոլորը սպառնալիքներ են, այս բոլորը վտանգներ են եւ կարող են իրենց անմիջական ազդեցությունը ունենալ գործող իշխանության կարողությունների, հնարավորությունների վրա եւ դրանով իրենց ազդեցությամբ որոշել կամ վճռել այդ պետության ճակատագիրը։